Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Նայեք, տարբերակ է, բայց մեր մոտ ընտրություններին մասնակցում են կուսակցությունները, ոչ թե գործիչները։ Հիմա նայեք, եթե մենք ուզենանք փորձենք ինչ-որ ձևով բացահայտենք, թե ովքեր կան դաշտում, բայց հարցերի ձև չեն, միգուցե, թե որ քաղաքական գործիչին են ճանաչում, որին են հավանում, դա ուրիշ տարբերակ է, չէ, բայց այս հարցը վերաբերվում է ընտրություններին, հետևաբար մենք չենք կարող մեկ հարց տալով պատասխանենք 15 հարցի եւ նաեւ ինձ անենք, որ բոլորը գոհ լինեն մեր հրապարակած տվյալներով։ Մենք չենք հրապարակում մեր տվյալները, որպեսզի ինչ-որ մեկը գոհ լինի կամ դժգոհ լինի։ Դա իրենց խնդիրներն են։ Եվ ես բոլորին առաջարկել եմ, ովքեր որ այդպես պրետենզիաներ ունեն, թե ինչի մեր օրինակի ամենազոհամբողջ 1%-ը չկա եւ մեր անհրաժեշտ չի։ Ես ասում եմ, եթե համաձայն չեք տվյալների հետ, մենք չենք պնդում, որ սա 100%-անոց համապատասխանում է, իրավիճակը փոփոխական է, կան այլ հետազոտական ընկերություններ, գնացեք վճարեք գումար, պատվիրեք եւ տեսեք ձեր քաղաքական լավ չասեմ ոչ մի բան, քաղաքական ռեյտինգը տեսեք։ Եթե հետաքրքրություն կա, կարծում եմ կանադառնանք ինչ-որ ձև։ Հիմա դեռ շատ վաղ է դրա մասին խոսել, հա, շատ անգամ ինձ հարցնում են, ով ինչ է կարծում, ով կհաղթի, ես չգիտեմ հիմա, որովհետև մենք մոտավոր գիտենք մասնակիցներին, հա, մենք, ասենք այն մարդիկ, ովքեր հետաքրքրվում են, բայց հասարակությունը դեռ լավատերյակ չի դրա մասին, կլինի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարությունը, թե ովքեր են արդեն իսկ գրանցվել, կարծեմ 9 դիմող կուսակցություն է, բայց հայտարարությունը կա իկոնից, թե ովքեր են գրանցվել, որտեղ գործընթաց կա, որ իրենք պետք է նայեն համապատասխանություն այդ փաթեթների ներկայացրած։ Շատ լավ։ Ես կարծում եմ, որ կլինի այդ հայտարարությունը կամ կմեկնարկի այդ քարոզարշավը եւ մասնակցող կուսակցությունները կամ դաշինքները, չգիտեմ, արդեն իսկ որոշակի աշխատանք կատարեն, կներկայացնեն իրենց ծրագրերը, այդ ժամանակ նոր ռեալ կլինի փորձել մարդկանցից հասկանալ, թե ում ծրագրին են ծանոթացել, որ ծրագիրն է իրենց ավելի ռեալ թվում, հա, որ քաղաքական գործիչները կամ դեմքերը իրենց համար ընդունելի են եւ պատրաստ կլինեն կամ վստահում են իրենք պատրաստ կլինեն այսպես Գյումրի քաղաքի վեր այսպես իրավասությունները փոխանցել նրանց։ Հիմա ժամանակաբրեպ է մեր մասով դրա մասին խոսալ, բոլոր մասնակից քաղաքական կուսակցությունների մաղթում ենք հաջողություն, թե ինչպես լավ եւ հստակ կարողանան ներկայացնել իրենց ծրագիրը ընտրողներին, մենք կարձանագրենք եւ կներկայացնենք եւ ձեզ կհրավիրենք, որպեսզի մեր այսպես տվյալները ներկայացնենք։ Հիմա եթե հարցեր չկա, շնորհակալություն ուշադրության համար եւ կներեք այս տեխնիկական խնդիրը վերաբերյալ։